ներդրողը ոռոգում կանցկացնի, ծառ կտնկի, կխնամի եւ այլն, եւ կստանանք իրոք շատ ավելի անտառային նշանակության հող, քան այսօր ունենք։ Հայաստանի կառավարությունը մտադիր է 5 տարի շարունակ իր վրա վերցնել падգամավոր Իշխան Զաքարյանի հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրով նախատեսված կառուցապատման տարեկան վճարը։ Այդ գումարը կկազմի ավելի քան 165 միլիոն դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության վերջին նիստում։ Դեմ չկա, որոշումն ընդունված է։ Այս տարածքում մենք ունենալու ենք 30, 50 եւ 100 տնակներ։ Զաքարյանը մտադիր է սպորտային ավան կառուցել Ջրվեժում, հենց անտառ պարկում։ Դրա համար տարածքը կառավարությունը տրամադրել էր անցած տարի արագացված կարգով։ Հիմա էլ գործադիրը որոշեց մուծել իր իսկ տրամադրած տարածքի կառուցապատման վճարը, ազատելով Զաքարյանին ներդրումային ծրագրի որոշակի ֆինանսական բեռից։ Նպատակն է եղել այնտեղ ստեղծել այդ անտառը։ Եվ մենք հիմա այս պայմանագրի շրջանակներում նաև այդ հնարավորությունն ենք ունենալու եւ Անցած օգոստոսին կառավարությունը որոշեց Երևանի մերձակա Ջրվեժ անտառպարկի տարածքից ավելի քան 23 հեկտար հատկացնել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե հասարակական կազմակերպությանը, որի նախագահը Իշխան Զաքարյանն է։ Նա այժմ անկախ падգամավոր է, սակայն 2021-ին խորհրդարան էր մտել Սերժ Սարգսյանի պատիվ ունեմ դաշինքի ցուցակով, ապա ամիսներ անց լքել ընդդիմադիր խմբակցությունը։ Կառավարությունը անտառային պարկի հսկա տարածքը տրամադրել է, որպեսզի Զաքարյանի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ սպորտային ավան կառուցի։ Ըստ նախագծի այդ ավանում պետք է ապրեն համահայկական խաղերի Հայաստան ժամանող մասնակիցները։ Տարածքում նախատեսվում է կառուցել 600 տնակ, բժշկական կենտրոն, լեռնադահուկային ուղի, ճոպանուղի, մարզասրահներ, հեծանվա հրապարակներ եւ այլն։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կառավարությունը գնահատել է մոտ 20 միլիարդ դրամ, որը, ինչպես նշել են, ներդնելու են գործընկեր կազմակերպություններն ու անհատները։ Ներդրումային ծրագիրը պետք է ավարտվի 13 տարի անց, 2038 թվականին։ Կառավարության որոշման հիմնավորումներից տեղեկանում ենք, որ Ջրվեժ անտառպարկի ավելի քան 23 հեկտար տարածքի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմելու է 24.5 միլիոն դրամ, հիմք ընդունելով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հաշվարկի բանաձևը։ Գործադիրը հիմնավորել է, թե ծրագրի իրականացման սկզբնական փուլը ենթադրում է զգալի նախապատրաստական աշխատանք եւ կապիտալ ներդրումներ, դեռևս առանց գործունեությունից համարժեք եկամուտների ձևավորման։ Ու քանի որ ներդրողն այս փուլում եկամուտ չի ստանում, կառավարությունը որոշել է կառուցապատման իրավունքով հողի տրամադրման տարեկան վճարի բեռը վերցնել հասարակական կազմակերպությունից եւ 5 տարի, այսինքն 60 ամիս պետական աջակցության հատուկ մեխանիզմ ներդնել։ Սա ենթադրում է 24.5 միլիոն դրամի կամ մոտ $65,000 աջակցություն։ Երկրորդ ուղղությունը, որով կառավարությունը նախատեսում է փոխհատուցում տրամադրել, անտառային հողերը Զաքարյանի ՀԿ-ին տրամադրող արգելոցապարկային համալիր ՊՕԱԿ-ին է վերաբերում։ Ըստ որոշման Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխարեն տարեկան կառուցապատման վճարը վճարելուց հետո ՊՕԱԿ-ը եւս պետք է հարկ վճարի տարեկան 9.8 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ եւ 3.5 միլիոն դրամի շահութահարկ։ Ընդհանուր տարեկան 13 միլիոն դրամը եւս կվճարի կառավարությունը։ Երևանից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող անտառպարկը հիմնադրվել է մոտ կես դար առաջ, 1977 թվականին, Երևանի էկոլոգիական վիճակի առողջացման նպատակով։ Այս տարածքում են աճում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված անհետացող ու հազվագյուտ 21 բուսատեսակներ։ Այս ամբողջ տարածքները, sense որ դիտարկենք, սա կարող ենք դիտարկել էկո համակարգ, ուրեմն ոչ մի բան պիտի չարվի։ Հետքը նոյեմբերին ներդրումային ծրագրի վերաբերյալ զրուցել էր Իշխան Զաքարյանի հետ, ով վստահեցրել էր, կառուցապատումն իրականացվելու է պարկի այն հատվածում, որտեղ անտառ չկա։ Ինչ վերաբերում է անտառին, անտառի իր տեղում է, անտառին որևէ մեկը չի կպնում, որևէ ծառ չի վնասվում, որևէ բան չի խաթարվում, ընդհակառակը մենք այս անտառազուրկ էլի եմ օգտագործում, ինչ որտեղ մի քիչ ամայի տարածքը վաղը սարքելու են գեղեցիկ անտառ։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին հատկացված տարածքը ներառում է նաև անտառպարկի ոռոգման համակարգի մի մասը։ Զաքարյանն ասել էր, որ մտադիր են ոռոգման նոր համակարգ ներդնել։ Այս ամբողջ տարածքը պիտի լրիվ նոր համակարգ ստեղծվի, որտեվ սրանք ես չգիտեմ էլ 40 տարի, 50 տարի, 60 տարի, չեմ իմանում ինչքան ժամանակ է։ Կեսը չի աշխատում, կեսը արդեն քայքայված է, կեսը բանի պիտանի չի։ Ամբողջ տարածքը պիտի այդ
նոր համակարգը անցկացվի։ Դա նաև մեր նվերը կլինի ամբողջ անտառին։ Ոչ կառավարության, ոչ էլ ՀԿ-ի կողմից դեռ չի բացահայտվել, թե ովքեր են ֆինանսավորելու այս ներդրումային նախագիծը։ Խոսվում է միայն սփյուռքահայ բարեգործների ներգրավվածության մասին։ Կառավարությունում հարցի քննարկման ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ անտառպարկի տարածքում այդ ծրագրի իրականացմանը։ Դե յուրե ինքը անտառային նշանակության եւ նույնիսկ արգելոցային նշանակության հողեր, բայց երբ որ տեղում մենք դա ուսումնասիրում ենք, մենք տեսնում ենք, որ ժողովուրդ ջան, այդտեղ ըստ էության էլի քարու քռի տրամաբանության մեջ գտնվող հողը լավ կամ չգիտեմ, ես տեղում չեմ եղել, հանկարծ չլինի հիմա մի տեսարան նկարագրեմ, որը այնտեղի ճշգրիտ նկարագրությունը չի, բայց ֆունկցիոնալ առումով ես գնահատականները տեսել եմ, կարդացել եմ, եւ այսպիսի իրավիճակներ մենք ունենք տարբեր տեղեր, որտեղ այն տրամաբանության, որ հողերը անտառային նշանակության են, մենք նույնիսկ թեթև ներդրումները ըստ էության արգելում ենք, արգելափակում ենք, եւ սա խնդրեմ է։ Տնտեսական զարգացման այս փուլում մենք պետք է այդտեղ շատ լուրջ, իհարկե եմ ասում, չվնասելով որևէ էկո համակարգի, մենք պետք է այստեղ նորից վերագնահատում անենք, նոր քարտեզագրում անենք, նոր գոտիավորում անենք, որպեսզի կարողանանք տնտեսության զարգացման համար խոչընդոտ արհեստական չստեղծել։ Ծրագրին կողմ արտահայտվեցին կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ով նաև հայտարարեց, ոչ ոք չի կարող անտառի պահպանմամբ ավելի շահագրգռված լինել, քան այն անձը, որը օրինակ $10 միլիոն է ներդնելու այնտեղ։ Որովհետև իր ամբողջ ներդրումը այդ անտառի եւ այդ տրամաբանության պաշտպանության մեջ է եւ այս առումով կարծում կարելի է գտնել լավ բալանս, օրինակ չվնասելով անտառները որևէ կերպ, նաեւ այդ համակարգերը իրանք կդառնան դրանց պաշտպանող միջոցառումներ, միջավայրեր։ Խթանության ժամանակ ինչ ա եղել։ Իշխան Զաքարյանը մի կողմից կառավարության աջակցությամբ ներդրումային ծրագիր է իրականացնում, մյուս կողմից գլխավոր դատախազության կողմից կասկածվում ապօրինի ծագմամբ գույք ունենալու մեջ։ 2024-ից դատախազությունը պահանջում է վերահասկիչ պալատի նախկին նախագահից ու նրա ընտանիքի անդամներից բռնագանձել 1 անշարժ գույք Կոտայքի մարզում, 2 անշարժ գույք Երևանում, 2 ընկերություններում մասնակցություն, ավելի քան 43 միլիոն դրամի ավանդներ։ Զաքարյանի գույքերի վրա 755 միլիոն դրամի չափով արգելանք է դրվել։ Դատաքննությունը շարունակվում է։ Ընդ որում քրեական այս գործը հարուցվել է նախորդ ընտրություններից անմիջապես հետո 2021-ի հուլիսին, թեև կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ ժամանակ արդեն ամփոփել էր ընտրությունների արդյունքներն ու բաշխել մանդատները, դատախազությունը ընդդիմադիր Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ այդպես էլ ազգային ժողով չմտավ։ Փոխարենը ամիսներ անց նոյեմբերին ինքը Իշխան Զաքարյանը հայտարարեց. Ինքը դուրս է եկել պատիվ ունեմ խմբակցության կազմից եւ գործելու է որպես անկախ падգամավոր։ Արդյունքում 107 падգամավոր ունեցող խորհրդարանում առանձնացավ մեկ ձայն, որը վճռորոշ նշանակություն ուներ քաղաքացիական պայմանագրի համար սահմանադրական մեծամասնությամբ ընդունվող որոշումների դեպքում։ Օրինակ Հանրապետության նախագահի ընտրության ժամանակ, երբ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահում էր նիստը ու չէր կարող քվեարկել, հենց Զաքարյանն օգնեց, որ ապահովի անհրաժեշտ 71 ձայնը։ Արդյունքում ԿՊ թեկնածու Վահագն Խաչատուրյանն ընտրվեց իշխանական 70 падգամավորների եւ անկախ Իշխան Զաքարյանի ձայներով։ Լիովին համաձայն եմ ձեզ հետ եւ գտնում եմ, որ սա թիվ 1 խնդիրն է, որ այսօր կա մեր պետության առջեւ։ Տարիներ անց 2024-ի հունիսին, սակայն, երբ Տավուշը հանուն հայրենիքի շարժման օրերին ընդդիմությունը սկսեց քննարկել վարչապետ Փաշինյանի պաշտոնանկության հարցը, Զաքարյանը նրանց պակասող մեկ ձայնն այդպես էլ չապահովեց։ Իմփիչմենթի նախագիծը ներկայացնելու համար անհրաժեշտ էր 35 քվե, ընդդիմությունն ուներ 34-ը։ Զաքարյանն այդ օրերին անհետացավ։ Ոչ խորհրդարան էր գալիս, ոչ էլ լրագրողների զանգերին արձագանքում։ Ճիշտ այդ ժամանակ հայտնի դարձավ, որ 3 տարի առաջ նրա նկատմամբ հարուցված փողերի լվացման, պաշտոնական դիրքի չարաշահման, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու քրեական գործը կարճվել է, թե ինչ հիմքով հայտնի չդարձավ։ Ես ոչ երգում եմ, ոչ հաստատում եմ։ Իդեպ Իշխան Զաքարյանը լիազորություններն ավարտող այս խորհրդարանի ամենաշատ բացակայող падգամավորն էր։ Ազատությունը գրել էր, որ այս բացակայությունները ազգային ժողովի նախագահի կողմից համարվել են հարգելի, եւ Զաքարյանը մյուս падգամավորների պես լիարժեք աշխատավարձ, ավելին պարգևավճար է ստացել, չմասնակցելով նիստերին։
2024 թվականին Զաքարյանը պարգևատրվել էր նաև Ռուսաստանի նախագահի կողմից։ Պուտինը համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին արժանացրել էր բարեկամության շքանշանի, Ռուսաստանի եւ Հայաստանի մերձեցման, համագործակցության խորացման եւ մշակույթի տարածման համար։